կերպ արձագանքեց, ինչ հայտարարություններով, ինչ բառապաշարով ու սպառնալիքներով, գուցե դուք գնահատականը տվեք։ Ինչպես կարձագանք, ինչ գնահատական։ Ես գնահատականը 21 թվին եմ տվել, երբ որ կրկին բանավեճի առաջարկ կար, ես շատ պարզ հայտարարել եմ, ինչև բանավեճը ինքը պետք է որևէ կլինիկայից մի փաստաթուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի։ Նոր դրանից հետո քննարկել ընդհանրապես իր հետ արժի բանավիճակ, թե չէ, մարդը լուրջ հոգեկան խնդիրներ ունի եւ երկիրը ղեկավարվում է այդ մարդու կողմից, այսինքն առանց այդ թղթի իր հետ բանավիճելը անիմաստ եմ համարում։ Պարոն Սաղաթել, դեպքում այդ նյարդային վիճակ, ինչպես դուք եք բնութագրում, հնարավոր է, որ պայմանավորված է նաև խաղաղության գործընթացը, որտեղ որքան էլ ասում են բոլոր պահանջները բավարարում են Ադրբեջան, ինչպես ընդդիմություն է պնդում, ստանում են համաձայնեցված փաստաթուղթ, բայց Ադրբեջանը շարունակում է դնել այդ նոր պահանջներ եւ 3 Ադրբեջանի աշխատանք։ Ինքը ստացան խաղաղության այդ ամբողջ գործընթացը, այսպես կոչված, պղծել է։ Դուք պատկերացնում եք Զավեշտը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը, այսպես կոչված վարչապետը հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը ավարտվել է, դրանից ընդամենը րոպեներ հետո Ալիևը թելադրում է նոր պայմաններ եւ հայտարարում, որ քո նկատմամբ կա զերոյական վստահություն եւ այն բոլոր բանավոր խոստումները, որ տվել ես, այլևս չեն վստահում, պետք է դրանք եւս արձանագրվեն փաստաթղթի վրա։ Այսինքն, ինչ այդ ընդամենը դրանից 1 ժամ առաջ ինքը հայտարարել էր խաղաղության գործընթացի ավարտ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ավարտ էր հայտարարել։ Այսինքն բնականաբար ինքը պղծել է այս ամբողջ գործընթացը, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ խաղաղության մասին որևէ խոսք չկա, դա ավելի խորը եւ համապարփակ կապիտուլյացիայի մասին է եւ նույնիսկ դա Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել։ Այո, իր բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով, նաեւ այն ներքաղաքական գործընթացներով, որ տեղի են ունենում։ Ինչն է քաղաքական։ Հենց այս պահին ինչ որ արվում է Գյումրիում ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ, դա եւս պայմանավորված է իր վարկանիշով ստեղծված վտանգներով, ինքը հասկանում է իր կործանման եւ խորտակման վտանգը եւ այն ռեպրեսիաները, որ իրականացվում են հենց հիմա Գյումրիում, տարբեր քիչ առաջ նաեւ տեղեկություն եղավ, որ մարդուն Գրիգորյանի գրասենյակեն ներխուժ է, դրանից առաջ գիտեք Մայր Հայաստանը, այսինքն Վարդան Ղուկասյանի համար հիմքերը 3 էին ստեղծվել, գործ ունենք մի խելագարի հետ, իսկ իրավապահ մարմինները ընդամենը բութ գործիք են սրա ապօրինի հրահանգները կատարելու եւ իշխանության վերարտադրությունը ապավելու համար դատախազը հիմա որ խոսում է, ինքը վաղուց պետական շահերի պաշտպանը չի, ինքը Նիկոլի ապօրինի հրահանգները կատարող պաշտոնյա է։ Աննա Վարդապետյանը դեռ մնացել է Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում։ Այո, մի բան էլ ավել, ինքը պետական շահերի հետ որևէ կապ եւ առնչություն չունի, ընդամենը նրա ապօրինի հրահանգները կատարող։ Արցախյան շարժումը ավարտելու մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, դա Ադրբեջանին էր ուղղված մեսիջ էր, որ մենք հրաժարվում ենք, պետք է արագ ստորագրենք խաղաղության փաստաթուղթը, թե ներքին լսարանին։ Եվ այդ նախագահների վրա հոխորդ տալը եւ այդ հայտարարությունը, որ Արցախյան հիմնախնդիրը փակված է, շարժումը փակված է, դրանք բոլորը ուղղված են Ալիևին եւ Ալիևին դուր գալու համար է դա անում։ Բայց կա նաեւ մի ուրիշ խնդիր։ Այսօր Ադրբեջանի բոլոր պահանջները Արցախի մասին չեն, Հայաստանի մասին են։ Հենց այդտեղ է կրկին ուզում էր հասարակությանը խաբել հերթական անգամ, որ եթե Արցախի հարցը փակենք, մեր բոլոր խնդիրները լուծվելու են, բայց իրականում այսօր Ադրբեջանի պահանջները վերաբերվում են Հայաստանին։ Եվ ընդամենը 2 հոգի կա, որ վերջի 4 տարվա մեջ ամեն կերպ փորձում է Արցախյան հարցը փակել, դա Ալիևն է եւ Էրդողանը։ Պարոն Սաղաթելյան, դուք ինչ եք կարծում, ով բերեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Արագիլը։ Բայց ինչի են Ռոբերտ Քոչարյանի դիմակիցները մեղադրում հանրապետականներին։ Ես այդ հարցին առիթ ունեցել եմ անդրադառնալու, լրացիչ ասելիք չունեմ, որովհետև հիմա իրոք
շատ ավելի լուրջ, կարևոր խնդիրներ։ Իսկ Գյումրիում Դուք մարզպետ չէիք այդ օրերին, պարոն Սաղաթել։ Որ օրերին։ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության դաշնակցությունն էր կողմ քվեարկեց, որ օգնեց Նիկոլ Փաշինյանին։ Լավ, դու եթե այդ հարցով Նարեկ ջան ուզում ես ասես, որ Նիկոլ Փաշինյանին դաշնակցությունը եթե չքվեարկեր, ինքը չէր դառնա վարչապետ այդ օրերին, այդ գնահատականը Ձեր կարկառուն կուսակցականին հեռացրեցիք նրան չքվեարկելու։ ճիշտ չի, այդ բոլոր հարցերին անդրադարձել ենք բազմաթիվ անգամ, դուք էլ այդ հարցերի պատասխանը լավ գիտեք, նոր ասելիք Բայց թեման դու նկատի ունեմ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներն են բացել։ Դուք առիթ ունեցել եք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներին այդ հարցերը տակ եւ պատասխանները ստանաք։ Ես էլ այդ թեմայով արտահայտվել եմ, ավելին քեզ ասեմ, ես պարբերաբար շատ հաճախ Ռոբերտ Քոչարյանը մեր գործընկերն է գրեթե ամեն օր շփումներ եմ ունենում, Սերժ Սարգսյանի հետ անհրաժեշտության դեպքում հանդիպում ենք, քննարկում ենք, ես իմ բոլոր տեսակետները այդ հարցերի վերաբերյալ ասել եմ, այս պայն լրացուցիչ հրապարակային ասելիք չունեմ։ Կներեք Քոչարյանը այսինքն Քոչարյանը այսինքն այդ թեմայի հետ կապված ինչ-որ դիրքորոշումներ հարցնում, որ ասացիք հանդիպում ենք իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Դիրքորոշում պետք չի հարցնան, որ ասենք, այդ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները ասել ենք, այդ թվում նաև հրապարակային։ Հիմա ինչ ես դու այս պահին ինձանից ուզում, այդ չեմ հասկանում։ Ձեր ասածից տպավորությունն էր, որ դաշնակցությունը ոնց որ Քոչարյանին ներկայացրել է բացատրություն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին կողմնակել։ Ես հասկանում եմ, իհարկե ճիշտ չես օգտագործում, դաշնակցությունը որևէ մեկին Հիմա ինչ ես ուզում, Նարեկ ջան, ասա հասկանում, ասենքն հարցին պատասխանեցի, այլ բան չունեմ ասելու, դաշնակցությունը որևէ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանին։ Այդ թվում բոլորին, որովհետև մենք մեր անելիքի համար բացատրություն ենք տալիս մեր շարքերին, մեր ընտրողներին, Ռոբերտ Քոչարյանի հետ մենք ձևավորել ենք դաշինք շատ սերտորեն փող լրացնելով, փող վստահության մթնոլորտում աշխատում ենք որևէ խնդիր, հարց եւ պատասխան չի։ Այստեղ տեղի ունեցող զարգացման վերաբերյալ կա արդեն ֆրակցիայի որոշում, ինչպես է քվեարկելու եւ Հովիկ Աղազարյանի մասով եւ Տարոն Մարկարյանի։ Չենք մասնակցելու քվեարկությանը, նախ ընդառաջելով պատիվ ունեմ խմբակցության հայտարարությանը Տարոն Մարկարյանի, որ սա կրկես է շոու է, մենք կիսում ենք այդ տեսակետը, իսկ Հովիկ Աղազարյանի մասով մասնակցեցինք, նաեւ դատախազին մեր ասելիքները ասելու, մեր տեսակետները հենց այստեղի իմաստով։ Հաջորդ չէ, բնականաբար, հաջորդ քննարկմանը եւս չենք մասնակցել։ Տարոն Մարկարյանի հարցի քննարկման մեջ չեք մասնակցել։ Այո, բացատրեցի ինչի համար։